Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ, երևի զգացում եմ location-ը մի քիչ փոխվել է։ Ուրեմն կներեք, աստղից ինչ նոր բաներ ա բերում, հա, YouTube-ը։ Լավ։ Պիտի խոսենք ռեակցիաներից Ռուսաստան կատարած այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի, բնականաբար Ռուսաստանի հայության են հատվածից, ովքեր որ այսօր սրիկայաբար չհասկանալով թե ինչա պետությունը, հայրենիքը ամբողջովին իրենց երթումը տվեցին FSB-ի ներկայացուցիչներին ու արտարացրեցին իրենց։ Եվ մի երկու բառով էլ կանդրադառնանք մի քանի այլ թեմաների։ Ոստի ժողովուրդ ջան, խնդրում եմ եթերը դիտել եւ տարածել, եթե դա համարեք ձեզ հետաքրքիր։ Նախ ասեմ, որ ըստ իս այն ազդակները ինչ որ հասկացանք, հա, համատեղ այդ զրույցից Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Վլադիմիրիչ, պետք է ասել, որ ալաձես կարգին բաներ հանդիպում էր ու Նիկոլ Փաշինյանը անդրդվելի էր, անգամ երբ ուսումնասիրում ենք ռուսական էջերը, մեկը մենք ուսումնասիրում ենք ռուսական էջերը, այնտեղ ռուսներն էլ կարծես թե արդեն սկսել են հպարտանալ Նիկոլ Փաշինյանը, ասում են, որ մի փոքրիկ ժողովրդավար երկրի ղեկավար եկավ եւ թքեց պարզապես երեսին։ Ես իհարկե այդ կոպիտ ձևակերպմանը այդքան կողմնակից չեմ, որովհետև կարծում եմ, որ այնուամենայնիվ, որքան էլ որ հասկանում ենք, որ անհրաժեշտությունն է, որ Հայաստանի Հանրապետությունը ավելի շատ եվրոպական արժեքներ որդեգրի եւ որդեգրում է կարծես թե դրա մասին նույնպես թեթև շոշափումներ եղան, այնուամենայնիվ դա չպիտի լինի որևիցե մեկի հաշվին, սա հասկանալի է, որովհետև տարածաշրջանում գերեզոր երկրներից մեկն է ու բնական է, որ նրանց հաշվին չպիտի դա լինի, բայց հայ ժողովրդի հիշողությունը տեղում է, շատ լավ գիտենք թե ինչ է տեղի ունեցել, ինչ է կատարվել, ում օրոք, ինչու եւ այլն եւ այլն։ Այս ամեն ինչին գնահատական հայ ժողովուրդը տվել է եւ դեռ կտա, իսկ մնացածը արդեն ինչպես կստացվի։ Ինչ շատ հետաքրքիր էր, որ Պուտինն էլ մի քանի ակնարկներ փորձում էր անել, որպեսզի ինչ որ ձև արդարացնի բան, իրեն ես այդքան զգուշավոր Պուտինին երբեք չեմ տեսել, եթե անկեղծ լինենք, ու չեմ էլ հավատում, որ առաջիկայում հնարավոր է ունենանք մեկ այնպիսի ղեկավար, որ Պուտինը հետ է առանձնազրույցում այդքան զգուշավոր իրան դրսևորի, եւ սա ամբողջովին, այո, չպետք է այստեղ սեթեվեթել, ամբողջովին Նիկոլ Փաշինյանի վաստակն է, տարիների աշխատանքն է։ Այն ամենը ինչ որ տեսանք էկրանում։ Հիմա ինչ տեսանք արդեն այդ հանդիպումից այս կողմ։ Հանդիպման մասին թերևս ավելի դետալները իմ կարծիքով բոլորս ենք հասկացել, բայց քաղաքագետներին թողնենք, իրենց հացնել չկտրենք, թողնենք իրենք մեկնաբանեն։ Չնայած իհարկե այդտեղ առանձին շատ մեկնաբանելու բաներ կան, բայց իմ այս եթերը դրա մասին չի, եւ դա է պատճառը, որ ես ցանկանում եմ անցնել կադրի հակառակ կողմը, որտեղ որ ռուսաստանցի որոշ սրիկաներ իրենց երևակայելով հայեր որոշել էին Հայաստանի Հանրապետության ղեկավարի նկարը այրել Ռուսաստանի Դաշնությունում։ Այ այստեղ ունենք գնահատականներ։ Ես ամենայն հարգանքով Ռուսաստանի հայության իմ ընկերների, հարազատ բարեկամների հանդեպ եւ նրանց հանդեպ, ովքեր ընկեր չեն, հարազատ բարեկամ չեն, բայց իսկապես հայեր են, ամենայն հարգանքով նրանց հանդեպ, բայց այնուամենայնիվ, ինչպես ցանկացած հասարակություն, Ռուսաստանի հայության մեջ նույնպես կան նմանատիպ մի շերտ, ովքեր որ պարզապես սրիկաներ են եւ թուրքից բետար։ Ես այսօր նայում եմ որոշ տեսարաններ ու մտածում, իսկ լավ կլինի սրանք ապրեն Հայաստանում, թե օրինակ թուրքեր։ Ու գիտեք ինչ, այդտեղ մտածելու բան էր մնացել։ Այդ դա արդեն շատ վատ է։ Որովհետև ձեր նման հակապետական տարրերը իմ կարծիքով շատ ավելի վտանգավոր են ցանկացած պետության համար, քան նրանց ուղիղ ճշնամիները։ Հասկանում եք, ես այստեղ խոսք չեմ խնայի պարզապես։ Եվ որոշների դաստիարակությունը այն ռսաճորտա գեղական, այ Ռուսաստանի գեղցին լրիվ ուրիշ գեղցի է ժողովուրդ, գյուղացի բարի չխառը։ Ռուսաստանի գեղցին ազգությամբ հայ Ռուսաստանի գեղցին։ Դա մի հատ առանձին նկարագրություն, առանձին ցեղատեսակ է։ Ինչը որ այսօր տեսանք։ Իհարկե, անկեղծ եթե լինենք, մենք այստեղ քննարկում ենք հայտարարությունով հանդես գալ, չգիտեմ ինչպես կավարտվի դեռ, մի քիչ կզրուցենք, զրուցելու բան կա, բայց այնուամենայնիվ ես առաջարկում եմ մի թեմայի շուրջ հաստատ մտորել։ Օրինակ, ինչ եք կարծում, չարժի Ռուսաստանի դեսպանատան առաջ այրել օրինակ Պուտինի նկարը կամ դեսպանի նկարը, կամ առհասարակ Ռուսաստանի կառավարության վերնախավի նկարները շատ գեղեցիկ խարույկ կստացվի միջայլոց, եւ մենք պատրաստ ենք դա անել, բայց պարզապես մտածում ենք բան չանենք դեռևս, մի քիչ խորհենք նոր, դες չի բացառվում, որ հայտարարությամբ հանդես գանք, որովհետեւ իմ կարծիքով այստեղ պետք է որոշակի ներողության տեքստ հնչի, ինչ նախնդիրը, ինձ շատ քիչ է հետաքրքիր Ռուսաստանում այն անձիկ, ովքեր որ վառում էին մեր պետության լեգիտիմ ղեկավարի նկարը, անկախ դրանից դա Նիկոլ Փաշինյանն է, թե Պողոսը, թե Պետրոսը, թե Մարտիրոսը, դա կոնկրետ այն այցի ժամանակ, դա կոնկրետ արհամարանք է հայ ժողովրդի ու հայ պետության առաջ։
Ես որպեսզի չթողնեմ այստեղ կասկածի տեղեր, Հայաստանի Հանրապետության ղեկավարը, եթե լիներ իմ ամենաչսիրած ներկայացուցիչներից որևիցե մեկը, ես այս տեքստերը ասելու եի ու դա ապացուցելու համար ունեմ բազա, որովհետև ասել եմ ինչպես ժամանակին, այնպես էլ հիմա։ Հայ ժողովրդի կողմից ժողովրդավար պետություն Հայաստանի Հանրապետությունում ընտրված ղեկավար կա։ Կապ չունի իմ ընտրությամբ, թե մյուսի, թե ես չեմ ընտրելու, ով ընտրել, չգիտեմ, բայց կոնսենսուսով եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, որը ընդհանուր առմամբ հենց կոնսենսուս է։ Ընտրված ղեկավարի նկարը այրում են պետական այցի ժամանակ, ինչը ուղիղ արհամարանք է իմ պետության, այսինքն իմ երկրի, իմ ժողովրդի, իմ ամեն ինչի նկատմամբ։ Հասկանում եք։ Ու դա անում են ռուսաստանցիները։ Ինձ քիչ հետաքրքիր դրանք հայեր են, չեչեններ են, թուրքեր են, թրքի ցարթացներ են, ռուսի բջեր են, ճորտեր են, համբալի ծնունդներ են, ինչ են, ինձ քիչ է դա հետաքրքրում։ Սլավոններ են, ոչ սլավոններ են, ուկրաինայի փախստականներ են, ֆինլանդիային ներխուժացներ են, ինձ բացարձակ չի հետաքրքրում։ Դա տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում ու ռուսաստանցիների ծերամբ։ Սա է խնդիրը։ Ինչը բացարձակ արհամարանք է իմ պետության ու իմ պետության ներկա Այսով աստեղ հայտնվել Նոնա Մարուկյան Սիկտիրեղար մամայի ծոցը բջի վաստակ Բջի ծնունդ Սիկտիրեղար Այդ ես կգնաք սրա նրա մանդավուշկը լզելով կմեծանաք պորնիկի ծնունդ ներվերից էլ գնացեք սալը Ուրեմն եթե սրա համար կոնկրետ ներողություն կամ ասենք դիտարկում որևիցե մեկնաբանություն չի հնչում, որը կբավարարի այ ժողովրդին, շատ հանգիստ, հեչ դժվար չի, տպել մի 30,000 հատ Պուտինի նկար, մի 2,000 հատ Լավրովի նկար, մի 10,000 հատ ում նկարը, Շոյգուի նկարը, մի 5,000 ում նկարն եք ուզում, սա ցանկ կազմենք, Եդինայա Ռոսիայի սաղ ներկայացուցիչների նկարները Մեդվեդևից սկսած Լավ, մի հատ էլ կողքից պազերշկա, ինչպես ասում են, Լուկաշենկոին էլ դնենք կողքը, նավսակի, դե նրան նավսակի միշտ կարելի է թքել մրել։ Ասենք ով ում հետ բազարում է, կողքից կարա մի հատ Լուկաշենկոին բշտի։ Ու դնենք սիրուն հետ Հայաստանում, Ռուսաստանի դեսպանատան առաջ ու վառենք։ Անկամ կարող ենք սրան ավելացնել դրոշը, չգիտեմ, հիմնը աղավաղենք, ստեղծագործենք հիմնի բառերը փոխենք, անես որ խայտարակություն ստացվի ու դա անընդհատ հնչեցնենք, սրան եք ձգտում։ Հայ ժողովրդի համբերությունն եք փորձում։ Ասենք իսկապես Ռուսաստանի Դաշնության որոշ անադեկվատ եթիմ դեգեներատներ որոշել են սա ընտրություններին ընդրած ասած ձեռնարկան են որ յանիմ տեսեք մենք ինչ եք դուք թուրք եք ես շատ գիտեմ ով եք դուք ով եք այդտեղ հավաքված պետք կարանք իմանանք դուք ով եք դուք ասեմ Պուտինի նկարած էլ ոռներին նագոլկա արած երևույթներ եք որպեսզի ձեզ դոմփողը նայի այդ նկարին ու մի քիչ զմայլվելով ձեզ դոմփի այս եք դուք ընդամենը Ես խեմ սա, ես կհելնեն, սա կողքից մի 1000 հոգի, այ Նիկոլին ապաշտպան, արա ինձ վաբշե հետաքրքիր չի։ Ես պաշտպանում եմ իմ պետականությունում նրա սիմվոլները, իմ միջազգային ցանկացած ղեկավար, պետության ղեկավար, որը բանա լեգիտիմ ընտրված ղեկավարը, նույնպես հանդիսանում է իր պետության սիմվոլը իր ողջ կառավարման ընթացքում։ Սա ասեմ իմացեք։ Այստեղ պաշտպանել չպաշտպանելու հարցը չի, դրանից ինչ որ առանձնապես որևիցե մեկը չի հուզվել ներվել։ Ասենք առավել եւս Նիկոլը Փաշինյան, սա ասենք գիտենք անողները ովքեր են, ինչ ճորտի ծնունդներ են։ Այսքան բան։ Դուք իմ պետությանն եք վնասել։ Իմ համար քիչ հետաքրքիր, դուք ձեզանից ինչ եք, ձեր մերերի մոտ ձեզանից ինչ եք ներկայացնում։ Ասենք ինձ քիչ հետաքրքրում ձեր մայրերը ձեզ ցրտելուց ու քնացնելուց ինչ օրորոցային են երգել։ Ասենք կարող է դա լինի, չգիտեմ, լաստուշկայի երգը, կարող է դա լինի, չգիտեմ, ցանկացած ռուսական երգ, ինձ քիչ է դա հետաքրքիր։ Բայց դա տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում։ Ինչ որ մի խումբ մարդկանց կողմից, ովքեր որ առհատ է պահանջելու բան ունեն ռուսներից, ու մոց աչքի դեմը դատարկվել է Արցախը, որովհետև պլոճիկ չունեն, քակլան լատոտներն են։ Քակլանները, ովքեր շատ լավ իմանալով ինչ է ինչոց է, եթե կուզեք թող ես 13 թվից էլ սկսած, ու եթե շատ խոսեմ ձերոնք սկի ձեզ բարև չեն տա, եւ այս ամեն ինչը ժողովուրդը մանրամասն, գիտեք ինչ, մինչև 20-21 թվականները, խի 18 թվականը, մեր հանրությունը տեղյակ չի եղել շատ նյուանսներից ու երանգներից ու նրբություններից։ Ամեն ինչից տեղեկանալու է, ոչ միայն փաստաթղթերով, այլ առանձին հանդիպումներով, նրանց ասածներ, այն որ Արցախի մասին ընդունված չէր խոսալ կծկտուր բաներ, այդ ամեն ինչը բաց լայն ներկայացվելու է, ես ասեմ։ Ձեր վրա ժողովուրդը չի ուզենալու թքի, որովհետև թուքա ափսոս է։ Դուք ձեզանից դուք ամեն անգամ ախր ձեր տակ այնքան քակ կա, որ դուք ինչքան ուզեք բան անել, սրել իրավիճակը, այդքան խայտարակ եք լինում ցեղովի, սենց ասեմ, ցեղովի։ Ես չեմ սիրում կպնել մարդկանց սրբություններին, տակից վրից ես կոմենկոմ, բայց իմ պետությանը որ վնաս ասում, ես ուտեղ չեմ կարող լռեմ։ Գիտեք, ձեզ ինչ պայեք։ Հիմա ռուսները
Այո, ռուսները։ Ես չգիտեմ իրաց գենետիկայի մեջ ինչքան է ինչ է, բայց կոնկրետ օրինակ Արա Աբրահամն ասում է, որ ինքը ռուս է։ Ու քիչ հետաքրքիր, որ ինքը դալբայոբ է, որ ուզում ասի ռուսաստանցի, բայց ասում է ռուս։ Իսկ քիչ այդ հետաքրքիր։ Ասել ես, ռուս ես, ուրեմն մի հատ ռուսետի, այն Կարեն Շախնազարյան պարսկարուզը, այն որ շատ սիրում է Քոչարյան Ռոբերտը դրանց նայել, այն Միկա Բադալյանը խառը բաման, բա նայեք ումոց անուններն են տալիս։ Բանը, այն որ հելելա եթերով ասում է, թե ինքը ինչքանով հայ չի, չնայած Վռոձի Ղարաբաղից է, բայց կասկածի տակ է դնում իր Ղարաբաղցի ու հայկական ծագումը, բայց սրանք 5 տարի կյանքներս կերել են։ Ուստ նրանք են, այս ռուսամետները, Քոչա Սերժա դաշնակցականները, նրանց սատարողները այս կուտը կերել են։ Կերել եք այս կուտը տերք։ Հասկանում եք, ձեր մեջ ներարկել են թեզեր, որը օրինակ Կարեն Շախնազարյանի թեզերն է Ռասիա 1 հեռուստատեսությամբ։ Ով որ ասում է, որ ինքը ճիշտ է, Ղարաբաղցի է, բայց ինքը ոչ թե ավելի շատ պարսիկ է, որովհետև Շախնազարով է, ու չգիտեմ, ասենք այնտեղ իր պապուպապն Շուշին ծախել թռել է։ Իր վախտով։ Ծախել թուղթը բանը կա։ Ու այնպեսի բաներով այդ սա եղել, որ շատ հնարավոր է պարզվի մի օր, որ առհասարակ Արցախի հարցը կապ ունի այդ դոկումենտների հետ, որովհետև դոկումենտը դոկումենտ է։ Ինքը չի կարող անուլირվել վերջ, պրոստը տենց էլ չկա։ Տես չի լինում, ինքը դոկումենտ է այնքան ժամանակ, մինչև հայտնվում է հաջորդ դոկումենտը։ Հետո այդ հաջորդ դոկումենտը այնքան ժամանակ է դոկումենտ, մինչև այնուս դոկումենտն է հայտնվում։ Հասկանում եք։ Ու ձեր համար էսի չի հետաքրքրում, դե ինձ չի հետաքրքրում ախպեր։ Դուք ռուս եք, անգամ ռուսել չեք։ Ես ռուս ազգի հետ չեմ ուզում ձեզ նման ասել, պարզապես ռուս ասելով ձեր բնութագիրն եմ տալիս։ Ձեր համար Հայաստանը գոյություն չունի որպես պետություն, ձեր համար Ռուսաստանի մեծությունն է դա։ Դուք գնացել ձեր կոմպլեքսները բավարարում եք Ռուսաստանի դաշնությունում, էս եք դուք։ Դուք տարական սրիկաներ եք, հասկանում եք, ովքեր կարող են ոչ միայն իրենց հայրենիքը, ցանկացած բան, դամբայոպի պես ընդ առանց ուղեղներին զոր տալու, ծախեն դա, հետո գնան նստեն, խոսան թե ինչքան իրենք լավ գործարք արեցին։ Քոչարյանը ո՞նց էր անում, էլ ասում էր այդ գույք պարկի դիմացը թույն գործարք է։ Որտեղ մի դամբայոբն է, հասկանում եք։ Նույն դամբայոբն է, ասում է, երկրը կախել այնտեղից ասում է բանա, բայց դու շատ լավ գործարք էր, ինչ եղել որ։ Ես վստահ եմ ինքը ճշտով չի հասկանում, որովհետև ինքը դամբայոբ է։ Էսա։ Հիմա դուք ձեր բենով ասել եք, հիմա ռուսներով եք վառել եք իմ պետության ղեկավարի, դուք ռուսներով եք վառել եք իմ պետության ղեկավարի նկարը։ Իրա Ռուսաստան այցի ժամանակ։ Դուք այդտեղ ռուսներով եք գոռում եք, չգիտեմ, ում ազատություն հայկական եք, դուք ով եք։ Սիկտեր եք ապրեք ձեր համար այդտեղ արեն կարա։ Դուք ո՞նց կարա, ու սրան պիտի արձագանք տա Ռուսաստանի դաշնությունը։ Արձագանք պիտի տա, այսի չէ իր երկրում կատարվում Հայաստանի դեմ, հայ ժողովրդի դեմ։ Ու այդ արձագանքի մեջ չի կարող կռուտի տանի։ Ասի դրանք հայեր են։ Ո՞վ է հայ։ Ես չգիտեմ այդտեղ ում անունս տալիս, ով է հայ։ Կարիչ կապ ունի ազգությամբ ինչ է։ Քո պետության քաղաքացին է կամ տիրություններ կամ ցիկտիրարը դա է դա։ Հարցերը լուծի օրենքներն էլ ունես, ամեն ինչ էլ ունես։ Այդ ո՞նց ալինում սաղի համար այդ օրենքը կա, բայց մի հատ ձեր հասարակության մի հատ շերտի համար չկա։ Ու այստեղ հարցեր կան։ Այստեղ կան հարցեր, որոնց պիտի պատասխանը չեն կարող ասել, դե գիտեք, դա մի հատ հասարակական կազմակերպություն է, ասենք մեր դաշնակների նման, որ դրոշ են վառում։ Որտեղ որոշել են նկարը վառել։ Դες չի, պետական այցի ժամանակ, այնա Ռուսաստանում որ բացառվում է որևիցե, այնտեղ մի 100 տեսակ ժողովուրդ է ապրում, ձեզ ասեմ։ Բացառվում է որևիցե մի հատ փոքրամասնություն, այնտեղ կարենա մի հատ հավականի 5 օկանոց։ Այն էլ են մարդու դեմ, ով հեսա հանդիպում է Պուտինին։ Կայֆավաճ չեն եք բռներս։ Ձեր հայրենիքը Հայաստանը չի, դուք ամ հայրենիք սրիկաներ եք։ Դուք Հայաստանում տուն չունեք, որովհետև Հայաստանը դեռ ձերը չի։ Ուրեմն մի հատ էլ այդտեղ տուն ունենաք։ Դուք ոչ ոք եք։ Դուք իմ պետության դավաճաններն եք, թշնամիներն եք իմ պետության։ Ես հորս արև, բառացի ասում, մեր պետության ղեկավարը լիներ Ռոբերտ Քոչարյանը, լիներ այս իրավիճակը, ունա գնար այնտեղ այդ բանանեն, ես նույնն էի ասելու։ Երթվում եմ, հորս ասես արև։ Անկախ նրանից իմ մոտեցումները անձին ինչպիսինն են, միևնույնն է, տեսարանը դա է, որովհետև ես կարծում եմ, որ երկրի ղեկավարը, անկախ նրանից պրեզիդենտա, վարչապետա, չգիտեմ ինչ է, նա ներկայացնում է իմ պետությունը, այսինքն ինձ։ Դու ո՞վ ես արա դարել, այդտեղ դրել վառում մարում եք բան եք անում։ Դուք իմ համար, տեսեք, ես գիտեմ, որ շատերը փորձում են որպես ազգատեսակ, ցեղատեսակ, որպես բան, ասենք, մարդ կայանալ ու դրսևորել իրենց հայրենասիրությունը Թուրքիա ատելության վրա։ Արա, բայց ձեր նման թուրք չկա։ Ասենք օրինակ, դուք գիտեք որ հայերից եք։ Օրինակ ցեղասպանության տարիներին օրինակ եղել են թուրքեր, ովքեր օգնել են հայերի, որպեսզի նրանք հասնեն գետը հասնեն Հայաստան։ Օգնել են։ Անկամ Սումգայիթում բանում եղել են ադրբեջանցիներ, ովքեր օգնել են որոշ հայերի, ինչ որ կերպ պահել են իրենց տունը եւ այլն։
Տեսեք, սա թուրքն է ձեր ասած, որի մեջ կա այն տեսակը։ Իսկ դուք այն տեսակն եք մեր հայերի, ովքեր որ գնացել ու մատնել են, որպեսզի հանկարծ իրաց մատով կպնող չլինի։ Գնացել ու մատնել ասել ես թե կան շակալների նման, որպեսզի իրաց լավ աչքով նայող լինի։ Հիմա դուք ինձ համար բետեր բան եք։ Ո՞վ եք դուք։ Տարական սարիկաներ ու դավաճաններ։ Սա այսքանով։ Երկրորդ, եմը գոռում եք եկեղեցին բան պարակտել եք ու բան եք արել։ Պարակտողը հենց դուք եք։ Հայրենիք հանձնողներ եք դուք, պարակտողներ եք դուք, որովհետև անձամբ իմ եկեղեցին հեսա վերածնվում է։ Ձերը չգիտեմ։ Դուք գնացեք ձեր KGB-ական աղանդով, մի հատ լյուբոյ տեղ, մի հատ առնանդամի բան դրեք, չոքեք դեմը, գրկեք, պաչեք, չգիտեմ, համբուրեք ձախը կամ աչքը։ Դրա տակի եղած։ Հասկանում եք, դուք չեք կարող ասեք, որ կարա երբևիցե ձեր եզրասը, ձեր այդ պորնիկի բալեն, լինելով KGB-ի գործական ու խայտարակելով քրիստոնեությունը ու քրիստոնեական արժեքները, լինի ինձ համար, բան, սրբազան հայր։ Առած ձեր բացից, տարեք ձեր բալեկին տվեք թող մկրտի, տարեք ձեր մեռելներին տվեք թող թաղի, դուք էլ գնացեք կայնեք տակը թող ձեզ պսակադրի, բայց իրանք երբևէ բացառված է համարվել ամենայն հայոց։ Դա բացառված է, դա չեմ կարող ես թույլ տամ, որովհետև մեր միջի հայը ես եմ, դուք ռուսն եք, դուք օտար ազգ եք, անկախ նայես ռուս ժողովրդին ո՞նց են վերաբերվում, բայց դուք դե ամեն ժողովուրդ ունի իր սրիկաները, դուք ռուս ժողովրդի միջի սրիկաներն եք, հասկանում, դվարնի աշկեկն եք, էլի ապրիլի դել չեք եղել դուք ով եք։ Ես եք հիմա ասած խոսում եմ, մինչև իրականում գտնեմ այն մի հատ կետը, թե այդ մի բառով ոնց կարելի է ձեզ ասել, սա եք դուք։ Խոսքս վերաբերում է կոնկրետ այդ հատվածին հայության, որովհետև Ռուսաստանի Դաշնությունում դուք ձեր ներկայությամբ անենց հայ տղերք եք վարկաբեկում, դուք ձեր տեղի գործունեությամբ հայ ժողովրդի անենց մարդկանց եք անունները գցում։ Ու այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի հայերի հանդեպ անգամ սկսում է բան առաջանալ մի հատ, այն լիչնի պրիազն, ինչի պատճառը դուք եք։ Հասկանում, դուք ձեզից բան չներկայացնում, որդներ իրանից բան չի ներկայացնում։ Պտախտը, իրանից բան չներկայացնում, հասկանում եք, իրանք մարեից մինչև ինչ-որ ջրախառը ես ինչ լպրծում բան գոյություն ունեն, բայց իրանցից բան չներկայացնելով իրենք կարող են փչացնել ամեն ինչ։ Երբ որ մտնում են դրա ներսը, առավել ևս։ Այս եք դուք։ Ու դուք փչացնում եք ամեն բան։ Ռուսաստանի հայություն ջան, ձեր կյանքին մեռնեմ, ձեր ցավը տանեմ։ Ես նաև սա ասեմ, որպեսզի տարընկալում չլինի։ Ես ձեր համով հոտով սրտին մեռնեմ։ Ես շատ լավ գիտեմ դուք ով եք ինչ։ Ես ձեր մեջ հազար անգամ եմ մտել նստել։ Դուք եք հազար անգամ եկել ու գնացել։ Ձեր հորը ասում մեռնեմ ես։ Այս սրիկաներին դուք ձեր մեջ միներ եք։ Սրանք ձեր հայրենիքի ու պետության դեմ են դուրս եկել։ Ժամանակավոր կարա ամեն մեկից համար տուն դառնա աշխարհի ցանկացած վայր, բայց մեր բոլորիս մշտական բնակության վայրը Հայաստանի Հանրապետությունն է։ Ու մեր բոլորիս սրբությունը Հայաստանի Հանրապետությունն է։ Դա սուրբ տարածք է։ Այդտեղ արուն կա, այդտեղ ամեն ինչ կա, հասկանում եք, ու պետք է լրջորեն վերաբերվել դրան։ Հիմի, այս մյուս սրիկան, արա ես sense դեգեներատ, sense Ora să-ți marrazmatic երևույթ, սրանցից մենակ Ռուսաստանում կա, լուրջ եմ ասում, աշխարհի ուրիշ երկրում էլ չեմ տեսել ես սենց բան։ Լավ, եմ որ ասում, արա դե եթե դաշնակալն են, պիտի որ ասենք ուրիշ տեղեր էլ տեսած, բայց չէ, էլի ախպեր։ Ora մենակ Ռուսաստանում եմ ես սենց մարդ տեսել։ Հələ սրանն է։ Արի Գաբրիելա։ Չէ, դու ֆասը։ Գաբրիելա, երեխան ասում, երեխան։ Աղջիկ երեխան, հայ, բերում է նկարում է WhatsApp-ից, նայ։ Երեխաները ժպիտով նկարված, չգիտի բանը։ Պարոն Փաշինյան, գիտեք ինչ համար եմ նկարել, որպես ես երեխեքի հիշեն, ում օրոք է Ղարաբաղը հանձնել եւ եկեղեցին պարակվել։ Ճոգի չէ, ինքը իր ասելիքը չունի, արա երեխունա դա յաղարել։ Նայ, մի կողմ եմ դնում, որ այս անասունի ձակի կարծիքով, այս սրբապիղծ է, էլի, սրբապիղծ, ու սրբապիղծը երձվում, պոչով անասուն չի, սրբապիղծը սենցն է։ Ինքը ունի կարծիք, իր կարծիքը ինքը ախպեր, ինքն էլ կարծում է, որ այ Փաշինյանի օրոքա սենց եղել, ինքն էլ մեղավոր է։ Ինքը իր կարծիքը, ես իր այդ բազարը տեղ չունեմ։ Ամեն մեկը իր կարծիքը, չնայած զրուցելու բան ունեմ, եթե ինքն էլ ուզի, բայց բազար չունեմ, այդ հաստատ։ Հիմի, արա ինքը իր կարծիքը փորձում է չերես իր աղջիկ երեխա տալ կատանի։ Սրա նման սրբապղծություն, սրա ուղեղի տեղը ես իմ հանել են տեղը, արա քակել լցես մի բան, ասեն գոնե հոտ կարծակի, մեկին դուր կգա, մեկին չառնվազն, չանջերին դուր կգա, չգիտեմ։ Արա ինչ է լցրած, որ դու քո սեփական, արա աղջիկ երեխուդ կանգնացնես նկարես ու հետո ասես է տեքստ արա։ Արա դու ով ես, արա։ Դու կաս вообще, դու շոշափ, ասենք դու, արա դու
Չգիտես, ես սրա այս վիդեոն տեսել եմ, լավ տվել եմ։ Արա նայում ես, արա աղջիկ երեխուդ։ Կանգնացնում նկարում ես, որ հետո այդ տեքստը, ինչին է ժերտվա տալիս, որ ինչ հիմնավոր ես։ Պետք կարանք իմանանք։ Արա ես հիմի մտահոգված եմ այդ աղջիկ երեխու ճակատագրով։ Ես իսկապես մտա քո տեսակի հերը հաստատ սեռական ոտնձգության էլ կգնա տենց երեխի հանդեպ։ Հաստատ նրան կծախի էլ, բան կանի, չգիտեմ, եթե դու քո երեխու հետևը թաքնված, քո երեխով առաջին պլան բրդելով բան ես ուզում ասել, արա, որովհետեւ ես չգիտեմ, սա ինչ ասես կա սրա տակ հասկանում եք։ Ինչ ասես կա սրա տակ։ Ու այո, այս տեսակը, այ հենց այդքանը դեիք։ Այն ըստեղին էլ կաները, չէ՞ թե ոնց որ նորմալ մարդիկ կան։ Այն որ հերել վարում մարում եք։ Այ այս տեսակն եք դուք արա։ Դուք այնքան հիվանդ եք արդեն։ Ինֆանտիլ հիվանդներ եք, որ դուք ձեր համար թուրքը թշնամի չի։ Դուք թշնամի չունեք այս աշխարհում։ Ձեր թշնամին Նիկոլ Փաշինյանն է։ Ձեր թշնամին հայ ժողովրդի այն հատվածն է, ովքեր ասում են ախր Փաշինյանը, ես չգիտեմ, գնալ եմ Փաշինյանը ընտրեմ կամ չգիտեմ ինչ անում։ Ձեր թշնամին այդքան տեղն է։ Դուք աշխարհում թշնամի չունեք, լոլոներ չկարդաք, հավայի դրոշ մորոշ չվառեք։ Հասկանում եք, չկա տենց բան, ցեղասպանություն բան հավայի չլացեք։ Հավայի, Արցախի մասին հավայի չտուֆտեք, չխոսակ, որովհետև այդ ամեն ինչի մասին դուք ցավ չունեք։ Դուք ձեր թշնամին մենք ենք, մեկը ես։ Մեր նման ժողովուրդն է։ Սա հիվանդություն արա։ Սա գոնե ասեք լավ, արա, անգամ եթե դու կայնես նկարվես, այ ճորտ, այ պիտուխ արա։ Անգամ եթե դու նկարվես ու ասես այս սրա համար նկարվեցի, մեկը խնդալու է, վատա, բայց գոնե դու ես, եկա էշ ջանդամալնի, երկու հատ կխվրտենք սիրտերս կհանգստանա։ Բայց դու բերել աղջիկ երեխուդ ես սարը առաջի պլան դայաղանում։ Իսկ կարող եմ նատել այդ աղջիկ երեխուդ վերցնես, տանես օրինակ Աթաթուրքի արձանի մոտ նկարես, հրապարակես, ասես, տեսեք աղջիկը ժպտալով կանգնած նկարվել է Աթաթուրքի արձանի մոտ, նրա համար ենք այս նկարը պահում, որովհետև Աթաթուրքը Աթաթուրքն է։ Հետո տանես մի հատ, չգիտեմ, Էնվեր Փաշայի փողոցի վրա նկարես մատը ուկազածելին ժպիտով կանգնած լինի։ Ու ասես այս նկարել պահում ենք, որ ինքը մեծանա հիշի, որ Էնվեր Փաշան ցեղասպանել է իր ասել բաներին նախնիներին։ Սա բանը կարող է ասում դարը դուրակ եք դուք։ Դուք դուրակ եք, տան մի հատ ադրբեջանցու կողքը կանգնացու նկարի ու հրապարակի ասա բանը, այս ադրբեջանցիներն էին, որ հարձակվեցին մեր վրա։ Արա ինֆանտ, արա, սա մարազմացիկ հիվանդ երևույթ է, չգիտեմ, աշխարհում որևիցե ժողովուրդ ունի թե չունի։ Ես լուրջ եմ ասում, այնքան բան կա, Փաշինյանին էլ քննադատելու, ՏՕՔՊ-ին էլ քննադատելու, արա այնքան բան կա, օրս արած չեմ հասնում, չեմ կարող, որովհետև այնքան հիվանդություններ եմ տեսնում, բանը դրան չեմ կարող հասցնեմ, որ մի օր էլ եթե դրանեմ ասեմ, այս ինչ բան է, այսպես, կամ այն ինչ բան, դրանով գոնե նպաստենք, չգիտեմ, դառնանք արտախորհրդանական ժամանակավոր, արտախորհրդանական ընդդիմություն գոնե, տենում ենք ընդդիմությունն էլ ընդեղա քակե քակացի վրա նստե, որ պալիչ չունի, որ տակնան, ասենք, չես հասկանում ինչ անես, ու դրանով արդեն դուք վնասում եք պետության, դուք իմ պետության թշնամիներն եք։ Իմ պետությունում ու իմ հայրենիքում, իմ ազգակիցների մեջ քո նման ինֆանտիլները չպիտի գոյություն ունենան։ Դու իրավունք չունես Հայաստան գալու բացարձակ արա։ Դու աղջիկ երեխիդ կանգնացնում նկարում ես բանից ասում։ Ու դու դարմա է ճարը դու ով ես արա։ Այ քոփողլու չուբլե բաս արա։ Սա Որ չգիտես ինչ ասես։ Չգիտես ինչ ասես։ Բայց Էսրա մտածելակերպը ունի հեղինակներ, խի ասած մտածում։ Աշակ Կարապետյանը խառը, Դոն Պիպոյա խառը, Արաբրամյանը խառը, Տոստե Նարեկ Կարապետյանը Տաշիր Սամոյա խառը, Քոչա Սերժականը խառը, այս սաղ կուտոկը իրանց շուշադոտ Ռաշվիլ լրատվականներով հանդերձ, այս սա ձեր արդյունքն է։ Որ եթե դուք նստեք, ասենք լինում է, չէ, ամենամյա բան, արդյունքներն են գնահատում, թե այս տարի ոնց է։ Եթե դուք նստեք ձեր 5-ամյա գործունեությունը գնահատեք, սա լինելու է ձեր գործունեության արդյունքը։ Ու դուք կարող եք հպարտանալ այդ արդյունքով իմիջայլոց։ Կարող եք դուրս գալ դու գոր, ասում տեսեք մենք ինչ արդյունք են գնահատել։ Այս է բան արել, արձանագրել։ Այ էսա ձեր արձանագրած արդյունքը։ Այ հետ սա։ Իսկ սույն դարմայեդին ասեմ, որ դու հլա դուխ ունեցի, դու անգամ մտովի դուխ չունես ազատ մտածելու, հասկանալու, թե կես ինքդ քո մեջ, բարձրաձայն կտան լավդ կծռեն։ Ինքդ քո մեջ Արասես Ռուսաստանի դաշտությունը ունի իր մեղավորությունը Արցախի հանձնման process-ում։ Հələ Ռուսաստանի դաշտությունը հեչ արա, այ եթե մի վաստակ, դու գոնե ինքդ քո մեջ ուժ չունես ասելու, որ հենց դու ես մեղավոր Արցախը որ չկա։ Հենց դու։ Դուք այդտեղ այդ մի քանիսով որ կանել նկար մկարեք, որ բոլորս
ուղղակի մեր ու ձեր տարբերություններն է, այ անասունից ձակեր, ճտեր, որ ես ու մենք ընդունում ենք որպես քաղաքացի մեր մակարդակի սխալն ու պատասխանատվության թույլատում է ժամանակների ու գնահատական ենք տալիս, բայց դուք կյանքում չեք ընդունի, արա, որովհետև դուք մեկ այլ կարգի էգոիստ ինֆանտիլ եք, հասկանում ես։ Դու գնացել սաթարվել ես այդտեղ արենք, վերես ընկել այդտեղ արենք, այդտեղ բարգավաճում ես, Ռուսաստանի Դաշնության համար արդյունք ես ստեղծում, եկել ես մունաթ ես գալիս Հայաստանի վրա, արա, կամ ինչ-որ մեկի վրա Հայաստանում, արա, որ ինչ-որ մեկը հանձնես տվել, հանձնողն ու տվողը ես ու դու ենք, պրյամոք ես բան եմ ասում, ու ես բոլոր հետևորդներին եմ ասում, բոլոր հայ ժողովուրդը հանձնել է Արցախը, հայ ժողովուրդը հանձնել է Արցախը, իմ հետ հանձնելը ոնց հանձնել, կռվով հանձնեց, վատ կռվով, լավ կռվով, մինչև այդ դիվանագիտությանը հետևողական լինելով, գնահատականներ տալով, տոլի թույլ չտալով, որ երկու հատ բջի բալագան նստելու երկրի հերնանից են, թե ոնց, կապ չունի ոնց, կապ չունի ինչուն, կապ չունի իշխանով արդարացված, կապ չունի իշխանով արդարացված, չի, ամեն մեկս, լյուբոյ մեկս, հանձնել ենք մեր մասով Արցախը, Ստեփանակերտից, Մարտունեցուց, Երևանցուց, Սյունեց, բոլորից սկսած ու վերջացած Նիկոլ Փաշինյանով։ Պարզապես տարբերությունն է նա, որ մենք դա գիտակցում ենք, փորձում ենք մեր պետությունը, մենք փորձում ենք վերական շատ բան ենք փորձում անել դեպի դրականը։ Իսկ կանոնները հələ ընկել են ճարակով բաներ են ման գալիս։ Իսկ եթե ուզում ես այ թե մենք ինչին ուշադիր չենք եղել, հələ դա առանձին հարց է։ Բայց այն բուն մեղավորները դու ոնց որ դրանց դեմը դու խել չանես կանգնես, անգամ են պարագայում, որ նրանք այսօր եկուց են։ Հասկանում ես, որովհետև այդ բուն մեղավորները, այս թրքերի ղրգած բուն մեղավորները, ովքեր բան են, երազանքն էին Ալիևների, ովքեր գնում ճանաչում էին, ովքեր գնում էին Լավրովի պլան էին ընդունում, հետո գալիս այստեղ կանգնում ասում են Լավրովի պլան չկա, հետո Լավրովի պլանը պարզվում էր կա, հետո պարզվում էր շրջաններ են հանձնել 5 + 2 - 4 + 8, հետո պարզվում էր որ դրանք որ հանձնվում են առանց տեղի ինչ որ երաշխիքների, առանց ինչ որ մի բանի, պրոստը հանձնվում են, այսինքն այդ պրոցեսները քո նման դալբայոբին ոչ ոք չէր բացատրելու ու քո նման դալբայոբը հետաքրքրված չէր որ իմանալ հետաքրքրված էր հələ չէր գնա հասնել այդ գեղերը ու այնտեղ ունենալ միացյուն աղջիկ երեխա ում հետևը հետո պիտի փախկվեր բա որ դու հիմա Ռուսաստանում քո աղջիկ երեխու հետևն ես փախկվում արա բա դու Հայաստանում ում հետևն ես փախկվել արա դու ստեղ ով ես եղել արա Արա մի հասցրեք, էլի մի հասցրեք, լուրջ եմ ասում։ Ես ձեզ ասել եմ, իմ հաղորդման ժամանակ եմ ասում, տո սենց եմ ասում։ Արա գրած կգամ, տո թքեմ ձեր նմանների երեսին։ Ձեր երազանքների ղեկավարները Քոչարյան կլինի, Տաշիր Սամոյի աղբոր բալա կլինի, Քաբաբով բուլկին, թե կլինի, չգիտեմ, բանը, Թաթոյանը չէ, այս բարակամ կայնի։ Քոչարյանը, էդի, այս երկուսը առնվազն չեն գալու դեբատին։ Հունիսի 5-ի դեբատին չեն գալու, որտեղ քակելու են տակները։ Ոնց ինչքան մինչև այսօր բանավեճի են գալիս, այնքան էլ այդ ժամանակ դեբատի են գալու։ Իրանք մենակ պատի ցակելիս կային են կոնոման ուռոդի ուղեղը լվանան։ Իրանք խնդիրը դա է, իրանք խնդիրը Հայաստանը չի։ Դու ես իրանք խնդիրը։ Ես հələ չեմ հայհոյում, Վարդան ջան։ Վարդան ջան, ես հələ հայհոյամ չեմ, ես չեմ տալու հայհոյանք։ Ինձանից այսքան ժամանակ հայհոյանք լսել եք։ Չէ, մեկ կեղտոտ կամ կոպիտ արտադրում, բայց հայհոյանք լսել եք ժողովուրդ։ Դեմ պորնիկը բանը դրանք դե կարեն քիչ հայոյանք չեն, եկեք այդ ընդհանուր կոնսենսուս ձևավորենք, էլի։ Բայց գիտեմ որ դա կապ է։ Ու իհարկե խորեն ջան, այդ դու խորենը գործը հասկացող մարդ, ասում պորնիկ բառը գրական բառ, ոչ միայն գրական է։ Դա անգամ իր նախապատմությունը ապրած դարի հազարամյակների խորքից ապրած բառ է։ Բերն է բերան եկած, պապական բերն է բերան եկած բառ է։ Իմի, հələ էս էլ մի կողմ։ Դու սրանց դուխներին այ ուտեղ արենք են հասնում, ինչերից են խոսում։ Արդեն անզորությունից, չգիտեն ինչա։ Մի հատ թազա գյադա եմ գտել, այս խալխի ձևիցների մեջ։ Այն որ հին ձևերով խալխի ձևի համար խունջիկլամի շնելում ներկայանալով նոր ձևեր։ Օրինակ ինչա, արա, ասենք իմ համար շատ է ինչի խնդալու, ինչա խոսում, ինչքան որ 544 հոգի են համաձայնել է որ ճիշտ է խոսում։ Իմ համար էդի վաբշե է բացում, արա ասում, լավ, ես մեկը ջան եմ։ Արա բայց 500 հոգին արա մարդ են հասկանում, մեղքս գալիս են, լուրջ եմ ասում, մեղքս գալիս են իրենց ճիմացությամբ։ Նայ, Նիկոլ Փաշինյան, նայ, դա սիրում են, չէ՞, պատերի ցակից ցած են մունատով խոսամ։ Նայ։ Կներեք։ Նիկոլ Փաշինյան, գիտես որ բանկը ավելի լուրջ է վերաբերվում իր փողին, քան դու մեր պետությանն ու ժողովրդին։ Հələ։ Պատերացու գնում ես բանկ վարկ վերցնել։ Քեզ ասում են, ընկերջան, եկամուտը քիչ է, գնա մի երաշխավոր բեր։ Դու էլ ասում ես երաշխավոր չունեմ, կլինի գնանք մեր թաղապետի մոտ։ Ինքը որպես վկա ստորագրի որ տեսել է, ու ես փողը վերցնեմ։ Ինչ է կարծում բանկը կտա փող։
ընդհանրապես չի հետաքրքրում։ Գնում ես ու բերում ես մի երաշխավոր։ Բայց Նիկոլ Փաշինյանը ասում է, որ Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգության հարցում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար երաշխավորներ պետք չեն։ ՎԿ-ի ստորագրությունը բավարար է։ Լուրջ։ Հա, ապե, լուրջ։ Ուրեմն լսի, այսինքն այդ մեռնի։ Տո լսի արա։ Մի հատ կարող իմանաք, այս օրինակ է իր բերում։ Անունդ ո՞նց աստեղ։ Արթուր Միքայելյանը դու ես, որ նայես գրիտակա, հա։ Լսի։ Ով իջորնակ ուզում բերում է իր արևի, սաղ դարել են բան, աստղաքիմիկ, չգիտեմ, գյուտեր են անում ու բան են։ Լսի քեզ իջո, բա այս քո բերած օրինակի բազարի մեջ, որը որ եթե տրակտովկա անենք բանի վրա, իրականության մեջ բանկը ով է։ Իրականության մեջ քո կարծիքով բանկը եթե Ադրբեջանն է, թե բանկը եթե բանն է, Ռուսաստանն է։ Նույն այս բանակայում դժվար Հայաստանը լինի, որովհետեւ դու Փաշինյանի հետ խոսում ու բանկի հետ կապած ես խոսում, բանկը ով է ապեր, այս քո ասած ալեգորիկ բանի մեջ, օրինակի մեջ։ Տուպոյ օրինակ է ապեր։ Տուպոյ։ Չափազանց տուպոյ օրինակ է։ Արա ո՞նց ասեմ, աննասուն օրինակ է ապեր։ Երբ որ դու գնում ես բանկը երաշխավոր, այդ նույն օրինակից Ռոբերտ Քոչարյանը, արա նույն գրասենյակն է, արա ես չգիտեմ ոնց ասեմ։ Նույն գրասենյակը սրանց ուղեղը լցում է։ Այդ նույն օրինակից Քոչարյանը հելա գնաց աննասունի պես, որոշեց, որ մենք օկուպացրել ենք Ադրբեջանի 7 շրջանները։ Հետո երբ որ եկած տեղ թքին վրան, խորրափին վրան, ասել աննասուն, խես ասում օկուպացրել են։ Եթե օկուպացրել են, ուրեմն օկուպանտ ենք, հասկանում ես ես։ Իհարկե նա հասկանում էր։ Դա դա չի, եւ իհարկե ես։ Դա էլ չի հարցը։ Բայց ինքը ինչ արտարացավ, գիտես։ Նույնից, ասեց իսկ օկուպեր, գիտեք, օրինակ օկուպանտը ուրիշ բառ է, ձեր իմացածը չի։ Չէ, ինքը չէ, կներեք, բան Օսկանյանը։ Ասեց, բա օրինակ ինքնաթիռով երբ որ գնում ես, այն զուգարանի վրա, այն լույսի, գրած է օկուպեր։ Հետո, գրած է օկուպեր։ Հետո։ Նույնիսկ բազարի միջի զուգարանի դուռը ով էր։ Այսինքն աննասուն օրինակ։ Հիմա քո բերածը աննասուն օրինակ է։ Երբ գնում ես բանկ, երաշխավոր է, չէ՞, երաշխավոր բառը բռնել է։ Այնտեղ էլ օկուպեր բառն էր բռնել։ Երաշխավոր է, չէ՞, հա։ Բայց երաշխավոր եթե չկա, բանկը քեզ փող կտա, իհարկե չի տա։ Հետո հիմա Հայաստանը, այսինքն գնում է մի տեղ, մի հատ բանկը ով է այստեղ, այս պատմության մեջ։ Ով որ ասում է երաշխավոր չբերես չեմ տա։ Մի հատ էլ է ասա դու ապեր։ Ես սաղ փիլիսոփայ, ատենցո քանի օքեյ, այդ ձեր խունջիկ լամի շլողներից մեջ, զևիցներից մեջ, քանի օքեյ ցած խելքին։ Այս բացում է հասկանում եք։ Ո՞ր 500 օքեյ, 500 չէ, 544։ Լայք ա դրել ապե։ Արա ճիշտ է, ես գնացել եմ բանկ, ինձ ասել են երաշխավոր բեր ապե։ Ճիշտ է ապե։ Մեր ախպերը ճիշտ բաներ ասում ապե։ Սենց էլի, դուրրակի դեմքով։ Բանը, դպրոցը, այն որ պիտի ինքը գնար բան սովորել, որ ուղեղ աշխատել, դպրոցը տակից գողցել են սրանց հերերը։ Գողցել են, տեղը, չգիտեմ, կոմիսիոն են, բացել, ինքը անուսում պես մնացել է։ Արա ճիշտ ասում ապե։ Այս դեմքով մնացել է։ Որ գիժե կարա։ Ադեկվատ օրինակներ բեր։ Գիտեք, ես համաձայն եմ, որ օրինակները առհասարակ կարելի է այդպես բերել, որ ավելի մռնելի լինի։ Արա, բայց դուրրակ չէ արա։ Կապ ունեցող, կամ հենց մյուսին նայեք։ Աստեղ մեռել է արդեն, լուրջ եմ ասում։ Ալիկը սուրա, որի մեռնեմ ջան, նայելա մեռնի կնդլբոյին, էլ արի աղբեր ջան։ Նայեք, բանագտ է ալիկը։ Եկեք նայենք։ Իմ ետևում Հայաստանի արտգործնախարարի նոր տեղյակն է։ Երբ Արարատ Միրզոյանը նոր էր եկել իշխանության, անգամ հերոստացույցը չէր կարողանում ապարիկ գնել։ Իսկ հիմա նմանատիպ վիլաներ ունի, որի մասին անգամ նախկինները կերազեին։ Հասկացա՞ք։ Հիմա նայեք, ես երթվում եմ, չգիտեմ, սա ումն է։ Անգամ չեմ զարմանա, եթե վերջում բարձրի, որ Արարատ Միրզոյանին ներճի։ Բայց այդ էլ մի կողմ եմ դնում։ Ընդունենք, որ սա Արարատ Միրզոյանինն է։ Արա, հորս արե դուք վիլլա եք տեսել, որ վերևը ամեն կողմում մի հատ լուսամուտ ունենա ընդամենը, արա։ Հա, ասենք, էսի վիլլա է, էսի տուն է։ Էսի սեփական տուն է։ Օր լիքն է Հայաստանում մեզ չափսի տուն։ Օր լիքը։ Տուն է, նայեք ստեղ, էլի ժողովուրդ, լուրջ եմ ասում, նայեք չափսին։ Մի հատ լուսամուտ ստից, հա։ Արա երևի մի 3-4-5։ Արա շատ մի 6 մետր, 6 կոպիտ հաշվարկով 18-ը կլինի մի 10-12 ասած նագլազ էլի։ Մեր արտգործնախարարի ով որ 5 տարի ասած քակերն է ջրում։ Իրա տունն է, ըստ իրա։ Ու ասում է սա վիլլա է։
Հիմա Ալիկ, ես քեզ ուղիղ բան եմ ասում։ Դու չես կարա դու հավաքես, դու չես կարա այդքան պլոջիկը ձգես, որ համաձայն ես, արա սուրսուփուս, որ հանգար չմտածես, խաչում եմ բազար անելու, նայ, չենք խոսում իրար հետ։ Այն դեմից էլ կուզես բարև իրար տանք, կուզես չտանք։ Պրոստը բարևն ասումն է, կարանք տանք։ Իր ասես մտտեղ ենք ֆիքսում, ասենք օրինակ, մանումենտի դռան մոտ, այգու, զբոս այգու մուտքի մոտ։ Այսպես։ Ու քայլում ենք, էֆիրս միացրած։ Ու ես քեզ ծանոթացնեմ դղյակների հետ ապեր։ Դու դղյակի ու տարբերությունը ոնց չես ջոգե։ Ընդ որում նախարարի մասով ու աշխատը անգամ վստահ եմ, եթե սա լինի Արարատ Միրզոյանը, կարող է գնանք նայենք այնտեղ ապառիկոտ մոմենտ լինի։ Հասկանում եք։ Արա, սրա էստան փողին մենակ մկի ունիտազն էր, արա, ոսկուց։ Ունիտազը։ Էստան գնին էր, արա։ Մուկ արդ նախարար չի եղել, ազգային ժողովի բանն է եղել, նախագահ է եղել։ Ես ու դես մտել ուզում ծոք բռնես, ես չեմ ջոգում, ես ու ես ուզում նմանվես, ես ինչ երես պալի տարել արավում, խայտարակ եղանում, Արարատ Միրզոյանը արա, այ կեզ բան, բայմի ոնց անենք լավ, արա ոնց անենք պաշտպանենք Արարատ Միրզոյանին, արա սրանց ձերից աղբեր, արա ես ինչ վատ բան արի Արարատ Միրզոյանը, դե արի գնա մտածի, թե ոնց պաշտպանես էլի նրան բան։ Այ քեզ։ Մեկ ուզում եմ ասել, ուզում ես եթե նա Սեյրանի տունը տենաս պաշտպանության նախարարի։ Մեկ ասում եմ Գասպարյան Վովային ճանաչում ես թե չես ճանաչում։ Արա Գասպարյան Վովա ասեցի։ Հիշա, արա ես Գասպարյան Վովան ես ինչ կարի ճա լուրջ եմ ասում, չկասես բան։ Այս մի քանի օր եթե չեմ արել, կուտակվել է ժողովուրդ ջան, ու այնքան բանա կուտակվել։ Դրա համար չեմ ուզում շատ կենտրոնանան բանին։ Պուտինի հետ հանդիպմանը։ Արա հորս արեստը Ալիկ ջան, հələ եթե նայում ես, ես էլ նայ, էլի մի հատ, հələ դավայ գնացինք։ Հայաստանի գլխի դեր դու վերադարձնեք պետությանը, բա։ Ոչ։ Ինչու։ Ես ասում եմ դա կոռուպցիոն ազգային գլուխները պատին են տվել ասողները։ Նա պետք է աշխատավարձով հնարավոր է այդպիսի շքեղ առանձնատան դեր։ Ոստիկանապետի աշխատավարձով հնարավոր չէ այդքան շքեղ բան սարքել, ասենք կարելի է ոստիկանության աշխատակցով ինչ-որ տալիք դնել, ծաղիկ տնկել, ծառցանել, բանանել։ Դե ինչ գործ։ Կոռուպցիա չի։ Կոռուպցիա դու ես չեմ կոռուպցիա։ Չունեմ նման շքեղ առանձնատանի։ Լսի, եթե առանձնատաներով են որոշում կոռուպցիա թե չէ, ուրեմն կներես տղաս։ Մի քիչ մասակ, մի քիչ գոնե եթե այդպես հարցեր ես տալի, մասակ եւ չկա ցակումնաբանությունը, հարցը ով է քեզ ասել է։ Անդախազությունը։ Գլուխը պատին են տվել են մարդիկ, ովքեր այդպես բան են ասում։ Ձեր տունը կվերադառնա։ Սա ախպեր։ Բայց ուրեմն ասենք օրինակ Ալիկ ջան, եթե դու սա չես դատապարտում, ուրեմն մեկը դու գլուխդ պատին ես տվել, եթե ընդե դղյակ ես տենում։ Հասկանում անգամ տուն եթե տենում ես, ասում որ գլուխդ պատին ես տվել, եթե ինչ որ բան տենում ու խոսում ես քասար, սենց ասեն։ Հասկանում ես։ Կայնել է, իր իրաբերալով ասում որ ոստիկանի աշխատավարձով, Միրզոյանը չի ասել որ նախարարի աշխատավարձով ազիվ ծարտ ընկեն։ Դասի ֆիքսեցին, չէ՞։ Ասում որ ոստիկանի աշխատավարձով, սպայի, բարի, ազիվ ծառու ծաղիկ տնկեն։ Դες որ դու կարամ ունենամ։ Ասում բայց որ դեղից ուսմա կոյ գործ։ Всё, ախպեր։ Всё, իմիջայլոց ձեր թիմում իր թիմի ներկայացուցիչներից վխտում են, շատ շամբոտի հետ հետում են։ Հասկանում ես։ Դու կարելի ես բաները նկարի արես, ինչ կայֆերի մեջ ես դու։ Ըստ նա Վովան մի հատ էլ էր բոցել, լուրջ եմ ասում, չգիտեմ, կգտնեմ մետրալ էլ մի հատ անդրադառնան, կարա սպանել էր, այդտեղ լրիվ էլի, ոնց որ ուզում ես ասես, արա լավ, գոնե մի քիչ հարգանք ունեցի, էլի արա մարդկանց։ Հասկացանք, քեզնից էլ արդեն բան բան չես, այս է ոնց որ։ Ограбление бан. Իսկ մեքենան ինչ արժի, բան գաս։ Քո ինչ գործ։ Քո ինչ գործ։ Չէ, նայ, մեքենայի մասով համաձայն եմ։ Դեմի ոստիկանապետ է, գոնե մի հատ Range Rover 0100 կարալ լիներ, այդ չի հարցը։ Քո ինչ գործը նարեկին ստեր լավ ասում եմ, մեքենա դե մեքենա սաղնել են, բայց շարունակություն են սպանում։ Սա պաշտոնավարման ընթացքում եք ձեր ֆերետ։ Այո։ Պաշտոնավար քանի տարեկան ես։ 26։ Ես 40 տարվա մենակ սպա եմ։ Հետո։ Մենակ։ Լավ, հետո։ Մարդ 40 տարվա։ Ու դու ապրում ես իմ ազատագրած երկրում։ Մի րոպե։ Մի րոպե։ Այսինքն դու ապրում ես իմ ազատագրած երկրում։ Չէ, մի րոպե։ Հայաստանի Հանրապետությունը ազատագրող է եղել, Արցախը չէ, նայ։ Չենք առում։ Հայաստանի Հանրապետությունը ազատագրող է ունեցել։ Ու այդ ազատագրողը եղել է Վովա Գասպարյանը։ Ու հիմա ինքը ուբրիկատ անում, որ ինչ որ մեկը ապրելով այդ երկրում իրան հարցեր է տալիս։ Ես ճիշտ եմ, չէ՞ հասկանում։ Այսա
ինֆանտիլ դալբայոբիզմի ամբողջական պատկերն է։ Այդ sense։ Գասպարյան թքած ունի, որ ինքը ապրել է կամ տեղաշարժվել է մի երկրից դեպի մի ազատագրած հայրենիք Արցախ անունով, որը ազատագրել են էլի տղերք։ Բայց նա թքած ունի, ինքը թույլ է տվել լափոցիները գնա, այդ սա խեչ։ Բայց սուպրիկատա։ Հայաստանի Հանրապետությունը ինչից ազատագրվել։ Հա, ազատագրվել է սովետական միությունից, ու ես ինչ չեմ հիշում, որ Վովա Գասպարյանը եղել է այնտեղի կարկառում այլախոհներից։ Անկեղծ չեմ հիշում, եթե կատնես եթե դա նկատի ունի, արա ինչ որտեղ չնայած այս խոսույթը վատ խոսույթ է, ինքը իրանով, բայց արա ինչ որտեղ կհասկանամ իր վրտովմունքը։ Այնպես որ ժողովուրդ ջան, եթե գտնեք մի նյութ, որտեղ կտեսնեք Վովա Գասպարյանին 88-89 թվականներից շարժումների մեջ բան, որպես այլախոհ, խնդրում եմ ուղարկեք ծանոթանալ, ես հանգարց այս մարդուն բարդ չմնամ, էլի իմ այ ներողություն ասեմ, ասեմ, կներես ուշադրություն չեմ տեսել։ Մի նոր եմ տեսնում, եմ սկսում քեզ գնահատել, որպես ազատագրիչ։ Այս ուրեմն պատերազմի մասնակից տղերքը այս վերջերս չեմ, դա մասին ասացի թե չէ։ Միտեղից գալիս էինք, աշտարակ կանգնեցինք, իրար հետ էինք արա։ Կանգնեցինք գազ լցնելու ավտոն Արտաշատի կողմերը։ Զապրավկի տղեն, բան, կրված տղա էր, ինձ էլ են որ ասած շնորհակալ եմ, մեկ դու ինձ չհիշեցիր, ես քեզ Ջաբրայելում էր տեսել, թե հադրութում էր տեսել, հա, ու էլի դες բանով շնորհակալ եմ քեզ ցավը տանը։ Բայց չգիտեմ ինչի համար ասում շնորհակալություն, չգիտեմ ինչ ա եղել որ ասում ա։ Ինձ այդ հարասու ապոպես ես եկել եմ։ Ինքը այդ ժամանակ ժամկետային ա եղել։ Արտադրի ծառայության մեջ էր։ Արա այնքան համեստ տղա, ու ես շատ եմ հանդիպում, շատ տղեր կան, մոտենում են, երիտասարդներ են։ Երկու բառ, դաժե բառերքը համաձայն չեն լինում, արանց հավես, հարգանքով, արա լրիվ ուրիշ ձև են զրույցի մեջ մտնում, էլի, որ արա դու ես սկսում զգուշավոր օգտագործել բառերը, էլի, որտեղ տեսնում ես դեմդ ինչ, արա ինչ կարքին տղա է կանգնած, էլի։ Հասկանում, բայց այս տղերքը ինչ-որ պահանջներ չունեն, սուս-փուս իրանք ամեն մեկը միտեղ կենտրոնացած իր գործին, բանսը, օրա սրանք հելելեն դու կռվել ենք ուրեմն պետք է լափենք, պետք է խմենք ձեր արունը, պետք է ջարդենք, պետք է ծախենք, պետք է բանակցություններով Ալիևը մեզի հարցներ դուք ես ինչ են կարել, լավ են կարել։ Օրա այս է սրանց մոտը։ Կան ասած հիվանդներ էլի կան։ Դու ես ասում ենք շահութեր կան, լիքը կան։ Օրա էլի բաներ առանձնացրել է։ Սրանց եկեղեցու թեմաները։ Պատկերացնում եք Ռոստովի նման քաղաքում իրանց արևին միտինգ են արել 500 հոգի մարդ հավաքվել։ 500 հոգի օրս է։ Իրանք են ասում։ Որտեղ ներկային ավել կան 500 մարդ։ Միլիոնի քաղաք է Ռոստովը, կես միլիոն է հայ են։ 500 հոգի մարդ են հավաքել, միլիոնի շուխուր են անում։ Այսօր աշխովս ընկավ, որ հանրապետական կուսակցությունը ուղիղ չի մասնակցի բաներին, ընտրություններին եւ վախենում են։ Իրանք այսինքն այս տարի Արցախ չեն փրկի, բայց կուսակցականները ուրիշների կուսակցություններով դեռևս կփորձեն ինչ-որ բան փրկել։ Իսկ ինչ վերաբերվում է խաղաղության կոնսենսուսին, որին որ կարծես թե հերթով էս ուլերը գալիս են, Կոչարյանը խառը։ Արա, էս էլ է լավ, էլի, եկեք էս էլ համարոտ լսենք։ Փոփոխությունը սկսվում է փողոցից, ապրիլի 11-ին, ժամը։ Այն մնացածը հեչ։ Տեսակ չէ, սկզբից ինչ ասում։ Փոփոխությունը սկսվում է փողոցից։ Փոփոխությունը սկսվում է փողոցից։ Արա Լավրովը կուրսի, հա, որ փոփոխությունը սկսվում է փողոցից։ Որովհետև չերես Լավրով, այստեղ ինչքան ռուսամետ կար, հեղափոխական ժողովուրդն ասում են, ասենք փողոցայիններ են, փողոցից եկած փողոցային են։ Դեմի դուք փողոցային եք, ապեր։ Հա, կարակ ուտեք էդի, դուք եք ասել։ Դուք եք ձեր որակացն է։ Կարակ ուտեք էդի, որ դուք փողոցային եք։ Դուք կերեք ախպեր, անուշնի։ Քաբաբով կարակ զակուսկի անեք, չգիտեմ։ Փողոցից է սկսվում, դա եկի չէ խոսում, արա։ Եկի չէ խոսում։ Կյանքի կտոր, լուրջ եմ ասում, ամեն ինչ այսքան Հայաստանի Հանրապետության հետ կապված ամեն ինչ այսքան բան վիճակում չլիներ, կարելի էր ոչ մի բան չանել, գնալ նստել Հայաստանի ամենաբարձր գագաթին, Արագած լեռան գագաթին, արա նայել սրանց վրա ու կայֆավատել, լուրջ եմ ասում։ Մի բառ ասում են, արա 10 վայրկյանից ուրիշ բառ են ասում, որ այդ բան դեպք լինի, չգիտեմ, ինչքան ուզես այդ կկարես բզբզաս։ Ինչքան ուզես։ Այս 18 տարեկանների մասով։ Այդ 18 տարեկան զգացեք չէ ինչքան շահագործեցին, ինչքան շահարկեցին։ Այդ 18 տարեկան երեխան, նախ ես էլ առաջ օրն է, չէ, եթե արեց 3 կոնսոլ եթե չեմ արել, դե 3 է։ Չէ, առաջին օրն է։ Ասացի որ լավ դե մի ճայել են։ Էնել անիծած, եթե տես կոչ կա ու դա կարող մի բան փոխի, ես միանում եմ այդ կոչին, ոչինչ, եկեք եթե կարելի է անգամ ներողամիտ եղեք։ Որովհետեւ սրանք չէ, դրանք կողել չեն անում։ Չէ, երկու ոտը մի կոշիկ մոցրել են, գիտեք այս երեխաները, դուք երեխաների նկատմամբ երեխան ու գիտեք, ես ես բան ասեմ։ Ցանկացած մարդ իրացանով երեխան հարցը չի։
Ես իսկապես բան չունեմ այդ ջայլները։ Արա, բայց դուք որ այդքան ասում եք, կոնկրետ ձեզ հակադարձելու համար մի հատ բան ասեմ, էլի։ Հայաստանի Հանրապետությունը կա ու գոյություն ունի, որովհետև 18 տարեկան տղերք էին կանգնած սահմանին։ Հասկացաք։ Ոչ թե ու նրանք երեխաներ, ահա, իրաց ծնողների երեխեքն են, մեր երեխեքն են։ Դա բնական է, բայց նրանք տղերքն էին։ Հասկանում եք։ Վայ, մաթու, տեսեք ինչպես են ադիմավոր, հա, լավ, օքեյ։ Բայց այդ միջադեպը իրանք են սրա։ Իսկ կներեք, որ տարիքից սկսած մարդը կարա հանցագործություն անի։ Օրինակ, ես առաջարկում եմ այդ բոլոր լրատվականներին հավաքվեն, հավաքանեն կառավարության, չէ, ազգային ժողովի շենքի մոտ, կոնկրետ հանրային լսումներ կազմակերպելու պարտադրանքով, լսումներն լինի, հելնեն առաջարկով հանդես գան ու ասեն, քյասար, մինչև օրինակ 20 տարեկան մարդը, որ հանցագործություն անում, չպիտի պատժվի ախպեր։ Всё, չպիտի օրենքները չպիտի իրավագործեն։ Կամ 18 կամ 19, չգիտեմ, տարբեր։ Հելեք մոտ առաջարկալի ջոգ են ախպեր։ Որտեղ ոնց որ էս պարագայում ձեր երեխեն է, բայց նա ուրիշ պարագայում թքած խարխի երեխու վրա, այդպես չի աշխատում։ Մենք կամ ընդհանուր կոնսենսուսի ենք գալիս, որ այս տարիքից նոր կարելի է սեծան 18-19 տարեկան եք անգամ ասում։ Ես չգիտեմ ոնց է ստացվել, որ 19 տարեկանը դպրոցական է, քանի մի ճակատագիր հազար ձև կարող ստացվի, հարցեր չի։ Բայց կներեք, այդտենց սրտաճամլիկ բաներ մի արեք։ Այդ դրանով ավելի վատ, այս դուք վատացնում եք իրավիճակը։ Ես վստահ եմ, եթե կազմակերպված գեղեցիկ մի բան լինի, գեղեցիկ ակուրատի հարգանքը ցուցադրելով, որ հարգանքը ինստիտուտը հարգում է։ Վստահաբար կարելի է ինչ-որ բան փոխել։ Անկամ մարդիկ կմիանեն, դու հորս կարող ես էլ միանալ ձեզ։ Բոլորս կարող է միանալ։ Ասենք լավ է, միջադեպ այ եկեղեցում գուցե մի քիչ բան առաջին անգամն է երիտասարդ, պետք չի մի անգամ, բայց դուք ձեր ձեռով ավելի սրում եք իրավիճակը ու թույլ չեք տալիս հանրությունը անկեղծանա այդ մասով ու ինչ որ պահանջարկ ձևավորի, թեկուզ շատ ասած բան ձևով էլի։ Դուք թույլ չեք տալիս։ Դուք բոլորը փորձում եք սրեք այդ իրավիճակը։ Մենք գիտենք այդ ինչից է տենց լինում, շատ լավ գիտենք, արխային եք։ Բայց արա գոնե տենց երեխա էլ չէ, էլի։ Ասում եմ, մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում ոչ թե որովհետև Գասպարյան Հովան կա, այլ որովհետև կային 18-ից 20 տարեկան տղերքը, ովքեր այնց ատամ ցույց տվեցին Թուրքիային, որ հնարավոր դարձավ դիվանագիտական բլոկում բանակցություններում նույնպես որոշակի կոշտություն ցուցաբերել։ Դուք ինչն եք ինչի հետ համեմատում։ Իմիջայլոց համեմատության համար ասեմ, որ Նարեկի նման լակոտը փախած է բանակից, թուղթացույց տվել, որ ինքը հիվանդ երեխա է։ Արդեն քանի 30 քանի տարեկան է, ու ես վստահ եմ, որ ինքը անգամ 20-օրյա զորավարժությունների ներկայից խաղաղ պայմաններում չի գնա, որովհետև վախկոտ է, քակլան է, որովհետև երկիրը իրանը չի պետությունը։ Գործով է, ամսի 8-ին կպրծնի գործը կետացու այդքան բան։ Լավ կարող ինչ է, մի քանի օր այդ ընտրական process-ն զարգացնել, մանավանդ որ դրա նարատիվները տեսնում ենք, կապիտլամիշելնելու համարվա ընթացքում, բայց դա չի բրգելու այդ հետ։ Դաշել։ Խի լեգիտիմ չի լինելու միստր Գևի Երևան։ Կարելի է իմանալ։ Կներեք Ժորժան, այս հարցը փորձենք բարձել ու եթերը փակենք։ Ուզում մեկ այդ ընտրությունը լեգիտիմ չի լինելու։ Ասենք եթե ոնց որ ասես մեկը մարդասպանելու, ուրեմն եկեք այդ մեկին ով մարդասպանելու վերցենք, ասենք այս ինչ ձևակերպում։ Ինձ ասա, ինչի համար է հակված այդպես կարծես։ Քո կարծիքն է, նորմալ է։ Նորմալ է ախպեջա։ Ես դու ինձ ասա էլի այդ։ Ինձ հետաքրքիր է ասած ավտը։ Չի կարա լեգիտիմ չլինի։ Ես գրած եմ գալի քո հետ։ Գրած գալիս ես հետս։ Տղավար իրար տնենք ձերձերտան գրած գանք, ես ինձ հեռավար չեմ։ Ձերձերտան գրած գանք։ Լյուբոյ բանի վրա կարամ պատրաստ եմ գրած գան, որ ընտրություն չի կերծվելու։ Հա, որովհետև մեր ձևով կուսակցությունը մասնակցելու է։ Չէ, էդի լեգիտիմության հարցը չի ընտրություններից ավարտան։ Էդի դեռ չի լինում։ Նայեք, կենտրոնական ընտրական հանձնաժողովը, եթե դու թղթեր ներկայացրել ես, ինքը չի կարող չընդունի ու չթույլատրի։ Այն ինչ որ մենք տեսնում ենք հիմա, ասենք մեկը բարձվում է բանա, ես ինչով իջա իրան ավելի հարազատ դիմելը, մյուսը բարձվում է պասպորտ ունի, բայց դա դեռ չի նշանակում, որ տվյալ կուսակցությունը չի կարող մասնակցի։ Հասկանում ես, եթե կուսակցությունը որպես հիմնադրվել է թղթերը բացառում տոշնիայի եւ այլն, այն մուտք անելու թղթերը։ Դա չի կնա, ասենք չես կարող ասես, այ քանի որ դու մասնակցում ես, ուրեմն լեգիտիմ չի, դա չի լինում, դա ծավալտանը ճիշտ հասկացի ախպերս։ Դες որ լեգիտիմությունը չի հարցը, կարող է անցանկալիություն կա, կարող է չենք կարող վստահել, որ քվեները արտացոլում են իրական պատկեր։ Այ մարդկանց կարծիքի վրա ո՞նց կարան ազդեն փողով առանց, այստեղ ես համաձայն եմ քեզ հետ։ Բայց կազմակերպման առումով ընտրությունների
լեգիտիմությունը, դրա պատասխանատվությունը որ իշխանությունների վրա է, ապցունի որ իրանք այդ ժամանակ ԺՊ են լինում, բայց իրանք են պատասխանատուները կազմակերպման, այսինքն Լևոնին շատ մեկ-մեկ ասում ինչ որ ասում են, նու էլի բաների համար եմ ասում, բայց նաև նրա համար որ ինքը ընտրություններ չկազմակերպեց նորմալ 98 թվին, ինքն էր պատասխանատու, բերեց ժեկի թղթով մեկին նստեցրեց գլխնից տերուտ իրական, այն էլ նստեց, քանի որ ոչ Արցախներ սիրում, ոչ Հայաստանը, ինչ կար չկար խառնեց իրար, Էրնանից ըստ կետ մեջ գնաց, հասկանում ես, կազմակերպման առումով չի կարա լեգիտիմ չլինի, հասկանում ես, ես դաժե եթերներ եմ արել, հենց այն ժամանակներ էլ չկար տաշիր մաշիրը, ստեմաները չկար, ասել եմ որ իմ խնդիրը այնտեղ է, որ դաշնակների ու հանրապետականների նման կառույցները այսօրվա դրությամբ լեգիտիմ ձևով ազգային ժողովում թեկուզ պրոկլամացիոն կամ թեկուզ ընդդիմություն նստած են, բայց դրա լեգիտիմությունը քննարկման ենթակա չի։ Արդարության տեսանկյունից, արդարա թե անարդարա, այս տեսանկյունից 100% հետդ համաձայն եմ ցավը տալու։ 100% այդտեղ լիքը ասելիք կա։ Вообще սաղ ձևերով համաձայն եմ, սաղ ձևերով։ Հələ այնքան ասելիք կա, որ ես սկսեմ ասել եք, ասեն, օ, իտո բանց։ Ես համաձայն եմ այդտեղ։ Բայց այն մյուս տեսանկյունից չէ։ Սենց ժողովուրդ ջան, այսօր եկեք սահմանափակենք սրանով, բայց եթե ինձ հիշացնող լինի, իսկ Արա ջան, խնդրեմ այս թեման հիշացնես, ես վաղ ուզում եմ խոսանք այն աղմուկից, որը բարձրացել էր ցեղասպանության թեմաներով, որի վրա Ադրբեջանն էլ ասել էր իրանք էլ 18 թվի 1918 թվի ցեղասպանությունը պետք է խոսքով այս ամեն ինչի մասին ես կուզեմ որ վաղը իշեմ կոնկրետ մենակ սրանից խոսենք թեկուզ կարճ եթե ստացվի բայց այդ մի թեման լինի որովհետև դա շատ կարևոր է Շնորհակալություն ձեզ բոլորիդ եթերը դիտելու եւ տարածելու համար ժողովուրդ, քեզ չմտածեք, ամեն ինչ շատ լավ է լինելու, հատկապես այսօրվա Պուտին Փաշինյան հանդիպումը շատ այնտեղ շատ բաներ կար, էլի, խոսքեր կար, որ ես ճուզեցա այսօրվա եթերում անդրադառնալ, որովհետեւ ուրիշ բաներից ենք խոսում դրա մասին, դեռ շատ լսելու եք, ես էլ հերթական մեկը չլինեմ, ես ուղղակի առաջարկեցի մի քիչ այլ կոնտենտ, բայց էլի ուղիղ կապ ուներ այդ ամեն ինչի։ Այնպես որ հեշտ չմտածենք, ամեն ինչ շատ լավ է լինելու, բարի գիշեր ձեզ։